Սիրելի հայրենակիցներ, Շիփթուարմը հնարավորություն է ձեզ տալիս ԱՄՆ-ի ցանկացած նահանգից ուղարկել ծանրոց դեպի Հայաստան մի քանի պարզ քայլերով։ Ինչ է անհրաժեշտ դրա համար։ Մեզ անհրաժեշտ է ցանկացած արկղ, որի մեջ կդնենք մեր ուղարկվող իրերը, կշեռք, որպեսզի չափենք մեր արկղի քաշը, եւ կանոն, որպեսզի կատարենք մեր արկղի չափումները։ Դնում ենք արկղը կշեռքի վրա 10 pound, նշենք, որ չմոռանանք։ Հիշեք, որ չափումները պետք է կատարենք անպայման ինչերով, այլ ոչ թե սանտիներով։ Երկարությունը 12 ինչ, լայնությունը 12 ինչ եւ բարձրությունը 8 ինչ։ Նշենք, որպեսզի չմոռանանք։ 12, 12, 8 ինչ։ Եվ արդեն կարող ենք անցնել համակարգչի մոտ, մտնենք shiptoarm.com եւ կատարենք մեր գործարքը։ Գնացինք։ Ծանրոցը ձևակերպելու համար պարտադիր է առաջնահերթ shiptoarm.com կայքում գրանցվելը։ Եկեք գրանցվենք։ Կայքում սեղմում ենք մուտք կոճակը, գրանցվել։ Հաջորդիվ մուտք ենք անում մեր անուն, ազգանուն։ Էլեկտրոնային փոստը, մեր հեռախոսահամարը, մտածում ենք գաղտնաբար։ Մուտք ենք անում պատասխանը, որ անցնենք ստուգումը եւ սեղմում ենք գրանցվել կոճակը։ Մտնում ենք մեր էլեկտրոնային փոստ, որտեղ ստանալու ենք Shiptoarm-ից հաստատման նամակ։ Բացում ենք այն եւ սեղմում ենք հղումին վրա։ Վերջ, մենք հաստատեցինք մեր Shiptoarm-ի գրանցումը, սեղմում ենք սև հղումը եւ անցնում ենք երկրորդ քայլին, մեր ծանրոցի ձևակերպման։ Դրա համար մուտք ենք անում մեր նոր տվյալներով, հավաքում ենք գաղտնաբառը եւ սեղմում ենք մուտք։ Եվ սկսում ենք լրացնել մեր ծանրոցի տվյալները։ Եթե ուզում եք ձեր ծանրոցը թողեք մեր գրասենյակներից մեկում, ապա սեղմում եք այս կոճակին եւ ընտրում եք։ Օրինակ, ԱՄՆ պահեստ ռեսեդա։ Եթե գտնվում եք ոչ Լոս Անջելեսում, ապա նշում եք ձեր հասցեն կոճակը եւ մուտք եք անում ձեր zip կոդը։ Թողում ենք ուր դաշտը Հայաստան։ Առաջի տողի վերջի կոճակում նշում ենք, եթե ուզում ենք, որ մեր ստացողը բեռի հետևից կա մեր Հայաստանի գրասենյակ, ապա թողում ենք պահեստ Երևան, կամ կարող ենք ընտրել առաքել Երևանում, կամ առաքել մարզեր։ Նշենք առաքել Երևանում։ Դրանից հետո մեր չափված արկղի երկարությունը, լայնությունը եւ բարձրությունը ինչերով մուտք ենք անում։ Մուտք ենք անում քաշը 10.5 pound։ Եվ նշում ենք մեր ծանրոցի մեջի դրած բեռների արժեքը, օրինակ $150։ Ծանրոցի կորելու ապահովագրությունը կարանք ընտրենք վերջի կոճակում, կարանք չապահովագրենք, կարանք ապահովագրենք մասնավոր, այսինքն մենակ բեռնափոխադրումը, ընտրելով partial total loss կոճակը, եւ եթե ուզում ենք ապահովագրել կորելուց իր արժեքով եւ բեռնափոխադրման արժեքով, ապա նշում ենք full total loss։ Սեղմում ենք հաշվել կոճակը, մեզ տալիս է օդային եւ ծովային ճանապարհների արժեքները եւ սեղմում ենք առաջ։
Հաջորդիվ լրացնում ենք մեր ուղարկման հասցեն, քաղաք, օրինակ Glendale, նահանգը նշում ենք Կալիֆոռնիա կամ ձեր նահանգը։ Կրկին ստեղ կարանք փոխենք մեր առաքման եւ ինշուրանսի կոճակները, եթե չէ, ապա սխմում ենք հաշվել։ Այժմ ընտրում ենք մեզ հարմար տարբերակը, օդայինը այս դեպքում, եւ բացվում է տվյալները լրացնելու դաշտը։ Ստեղ պետք է լրացնենք ուղարկողի եւ ստացողի տվյալները։ Սկսում ենք հեռախոսահամարից։ Իմիջիայլոց, եթե մեր կայքից երբեմն օգտվել եք, կարաք խոշորացույցի նշանին սխմեք եւ տվյալները ավտոմատ կբերի մեր բազայից։ Եթե առաջի անգամ եք անում, ապա պետք է սա ամեն ինչ լրացնենք։ Ուղարկողի անուն, ազգանուն, հասցե, քաղաք, մեր zip կոդը, մեր ID-ն, դա պարտադիր է Ամերիկայի մաքսային մարմինների համար եւ էլեկտրոնային փոստը։ Անպայման նշում ենք բեռի նպատակը, եթե անձնական ծանոթ եք ուղարկում, կարող եք նշել նվեր տարբերակը, որը որ ավտոմատ ի սկզբանե դրված է։ Անցնում ենք ստացողի տվյալներին։ Նշում ենք հեռախոսահամար, ստացողի անուն, ազգանունը, հասցեն, քաղաք Երևան, երկիրը դրած է Հայաստան ավտոմատ, փոստային կոդը պարտադիր չէ, եթե չգիտեք, կարող եք չնշել։ Անձնագիրը ստացողի, եթե գիտեք, կարող եք լրացնել, եթե չգիտեք, ապա դրեք մինուս նշանը, մենք ձեր ստացողին կզանգենք եւ կհարցնենք այն։ Եվ էլեկտրոնային փոստը, եթե գիտեք, նշեք, եթե չէ, կարաք թողեք դատարկ։ Տվեք բեռի մի փոքր նկարագիր, օրինակ, եթե ուղարկում ենք շորեր եւ կոշիկ, դա պետքա գրեք անգլերեն։ Clothes, shoes եւ օրինակ խաղալիք, հա, toys։ Այդ ամենից հետո սխմում եք ուղարկել պատվերը։ Եվ ձեր ծանրոցը այս պահին գրանցված է։ Մեզ մնում է այն վճարենք։ Վճարելու համար ունենք երկու տարբերակ։ Եթե ունեք PayPal, կարաք վճարեք PayPal-ով, եթե չէ, ապա debit or credit card։ Սեղմում ենք կոճակի վրա։ Ստեղ պետք է լրացնենք մեր տվյալները։ Բիլինգ հասցեում անպայման պետք է նշել այն տվյալները, որով որ ձեր քարտը գրանցված է բանկում, որպեսզի հաստատումը ճիշտ կատարվի։ Լրացրեցինք մեր հասցեն, լրացնում ենք քաղաքը, նահանգը, Կալիֆոռնիա մեր դեպքում, zip կոդը եւ հեռախոսի համարը։ Եվ սեղմում ենք Pay կոճակը։
Այստեղ սեղմում ենք իմ պատվերը, կբացվի իմ պատվերները edge-ը, որտեղ մենք ունենք առաքման պիտակ, բացում ենք, սա USPS label-ն է, սա մեզ պետք է, որպեսզի ծանրոցը ձեր մոտից հասնի դեպի մեր Ամերիկայի գրասենյակ, եթե ունեք պրինտեր, սա տպում եք, կպցնում եք ծանրոցի վրա և տանում եք ձեզ ամենամոտ USPS-ի գրասենյակ, եթե պրինտեր չունեք, ապա սա կարող եք նկարել համակարգչի էկրանից հեռախոսով և հանձնելուց USPS-ի գրասենյակում ցույց տաք այս նկարը աշխատակիցներին, իրենք կտպեն և կկպցնեն պիտակը ծանրոցի վրա։ Դրանից հետո բացում ենք մեր ներքին հայտարարագիր label-ը, սեղմում ենք դիտել, ստեղ էլի, եթե ունենք պրինտեր, սա տպում ենք և մենակ առաջի edge-ը կպցնում ենք մեր արկղի վրա, եթե չունեք, ապա այս վերևի աջ անկյունի գրված կոդը մարկերով կամ ֆլոմաստերով գրում եք ծանրոցի վրա, սա մեզ պետք է, որպեսզի երբ որ բեռը արդեն USPS-ը մոտիկացնի մեր գրասենյակ Ամերիկայի, մենք ուղարկենք դեպի Հայաստան ձեր ստացողին։ Որպեսզի հետևեք ձեր ծանրոցը, սա կարաք նաև տպեք մի հատիկ ավել և այս QR կոդով վերևի մեջտեղի սկանանեք ու տեսնեք ձեր ծանրոցի ստատուսը, կամ կարող եք այս կոդը գլխավոր էջում shiptoarm.com-ի հավաքեք վերևի հատվածում և սեղմեք հողորշորացույցի նշանին։ Ստեղ ձեզ կբերի ստատուսը, քանի որ սա մեր նոր ստեղծված ծանրոցը, ստատուսը ցույց տալիս է pending, այսինքն մենք դա դեռ չենք ստացել։ Հենց որ ծանրոցը ուղարկվի Հայաստան, դուք ստեղ կտեսնեք, որ իր ստատուսը կլինի send և կտեսնեք մոտավոր ժամկետը, երբ ձեր ծանրոցը կլինի ձեր ստացողի մոտ։ Ցանկացած հարցերի դեպքում դուք կարող եք զանգահարել մեր գրասենյակ, մեր օպերատորները ձեզ անպայման կօգնեն։ Հեռախոսը նշված է մեր գլխավոր էջի վերևի աջ անկյունում 424 333 4444։